100 տարի անց ցեղասպանությունն իմ աչքերով խորագրով միջոցառումը նախաձեռնել էր թեմի երիտասարդական բաժինը եւ այն իրականացավ 2015 թվականի մայիսի 15-ին Վիրայոց թեմի Հայարտուն կենտրոնում։ Գալուս Գյուլբեկյան սրահում ցուցադրվել են երեկոյի նպատակին ներդաշնակված հեղինակային աշխատանքներ, նկարներ, լուսանկարներ, ձեռքի աշխատանքներ, կոմպոզիցիաներ, համահունչ ցեղասպանությունից փրկվածների դառն հուշերին եւ հայ ժողովրդի վերածննդի գաղափարին։ Նահատակների հիշատակին վառվող մոմերի խավարում հայ դպրոցականներից եւ ուսանողներից յուրաքանչյուրը բարձրաձայնեց իր ընտանիքի ողբերգական պատմությունը, նկարագրելով մարդկանց սպանության ու կորստի սարսռեցնող պատկերները եւ փրկվածների ճակատագիրը։ Յուրաքանչյուր շարադրված պատմություն նաեւ բողոքի, ցասումի եւ պահանջի արտահայտություն էր, նաեւ երախտագիտություն, փրկվածներին ապաստանած եւ հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրներին ու միջազգային կազմակերպություններին։ Հավարտ միջոցառման Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադևոսյանն իր հիացմունքն արտահայտեց հայ երիտասարդի ազգասիրության եւ հայ լինելու հպարտության համար։ Ես զարմացած եմ եւ հիացած եմ այսօրվա երեկոյից։ Մենք այստեղ այսօր երիտասարդների կողմից լսեցինք կինոնկարի համար պատրաստի սցենարներ։ Իրավամբ զարմացած եմ, թե մեր երիտասարդները, որոնք առավելագույնս դպրոցականներ եւ ուսանողներ են, ինչպես ճիշտ են ընկալել իրենց ընտանիքի, տոհմի եւ ընդհանուր առմամբ ազգի ճակատագրի պատմությունը։ Ապրեք։ Շնորհակալություն ձեզ այս ամենի համար։ Պատմական հայրենիք վերադառնալու, ապրելով նահատակների հիշատակը ապրեցնելու եւ անպայման արդարության հասնելու համոզմունքն էր բոլոր պատմությունների գաղափարական հենքը։ Այս էր Սուսանա Խաչատրյանի տպավորությունը միջոցառումից։ Շնորհակալություն երիտասարդներ, նախ եւ առաջ որ կարողացել եք այսպես տպավորիչ դարձնել դահլիճը։ Ձեր հուզմունքը, ձեր ներսից եկող ամբողջ զգացմունքները դուք արտահայտել եք ձեր ձեռքի աշխատանքով, ձեր գրածով եւ այնպես քաղաքակիրթորեն շատ ժամանակակից ոճով կարողացաք ձեր ցավը արտահայտել, որ ես չեմ կարող ասել, թե այսօր որի շարադրություններ լավ, մեկը մյուսից լավ, մեկը մյուսից տպավորիչ եւ այն, որ դուք նաեւ լավ կարողացաք ցուցադրել, արտահայտել ձեր այդ ամբողջ զգացմունքները դուք կարողացաք ճիշտ արտահայտել։ Իր օրհնությունը բաշխելով ներկաներին Վիրահոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գնահատանքի խոսքեր ուղղեց միջոցառման բոլոր մասնակիցներին, ովքեր իրենց ձեռքի աշխատանքով, հեղինակային պատմություններով ու հարատևության պատգամով ոգեկոչեցին ցեղասպանության նահատակների հիշատակը։ Կարևորը այս ամբողջի մեջ ես նկատում եմ 3 կետ։ Առաջին, որ երիտասարդ սերունդը ոչ միայն չի մոռանում, այլ երիտասարդ սերունդը շատ հետաքրքիր է իր առօրյա կյանքը ապրելով, ինքը սկսել է հետաքրքրվել իր պապերի կյանքով։ Շատ ապրեք դուք։ Գիտեք, որ շատերին դուք այստեղ նստածներին կամ նույնիսկ դրսում հարցնեք իրենց պապերին, գուցե իրենք հասնեն մինչև պապը, բայց դուք խոսեցիք ձեր պապի պապու մասին։ Սա նշանակում է դուք հարցրել եք ծնողներից, ապրել եք եւ շատ ապրեք դրա համար, շատ կարևոր է սա, որ դուք երբ ասում եք հիշում եմ, ուրեմն իսկական եք հիշում։ Երկրորդ, այսօրվա մեր պատգամն է, մենք ասում ենք երբեք այլևս։ Երբեք այլևսը խոսքով չի լինում։ Երբեք այլևսը պիտի լինի ճիշտ կերպով կազմակերպել հայկական կյանք։ Հայությունը աշխարհի տարբեր անկյուններում կարևոր մի հարց ունի, որը չի լուծում, իր անվտանգության հարցն է։ Հայությունը ունենում է հարստություն, հայությունը հասնում է տարբեր պաշտոնների գիտական աստիճանների, բայց չի լուծվում հայության հավաքական անվտանգության հարցը։ Պիտի նայենք հրեաներին ու իրենցից փորձենք սովորել, ինչպես են կարողանում աշխարհի բոլոր անկյուններում լուծված է իրենց անվտանգության հարցը։ Երբեք որևէ տեղ ապրելով տեղաբնիկների վրա մենք պիտի մեր հույսը չդնենք, նրանց հոգածության կամ խղճմտանքի վրա։ Խղճմտանքով ոչինչ չի լինում։ Հարկավոր է միշտ պատրաստ լինել եւ դրա հետ միասին նաեւ կազմակերպվել։ Դա կապ չունի, որ երկրում ենք կամ որ քաղաքում։ Երրորդ
այսօրվա այս երեկոյի պատգամը մտածումները մեզ համար ինչպիսին է, որ մենք իրոք ապրում ենք։ Մեր սիրելի Սերապովան շատ լավ մի խոսք էր դրել իր ամեն ինչի մեջ, մինչև շատ տպավորված եմ իր ասածներով։ Այո, մեր նախնիները ապրում են մեզանով, մեր արյան մեջ իրենք ներկա են, մեր շնչի մեջ իրենք ներկա են, և այս ամբողջով կարողանում ենք մենք ապրելով ապրեցնել։ Այսօր ունենք Հայաստան աշխարհ, ազատագրված Արցախ, և մենք չենք մեռնում, որտեղ չենք ուզում, և որևէ մի ազգ չի մեռնում, երբ չի ցանկանում։ Դրա համար մենք ապրում ենք, պայքարում և կարողանում ենք պահպանել մեզ աշխարհի բոլոր անկյուններում։ Հուզումնալից երեկոյից դեպի վերածնունդ հնչեց Արմեն Հովհաննիսյանի Կինտո բանաստեղծությունը հեղինակի ընթերցմամբ։ Ախ Երանի Կինտո դառնամ, ու հին Թիֆլիս ես այցի գամ, դառնամ Կինտո, բայց ոչ թե բերք բարիք ու միտք ես վաճառող, այլ Թիֆլիսի գյոզալներին սեր ու ծաղիկ տաղ բաժանող, չարենցի պես պայտոր նստեմ, մանգամ սիրով քուչա, թող որ ասեն խենթ Կինտո է, թող որ ասեն կյանքը սուտ ա, թող որ ասեն կյանքը փուչա, բայց ես մանգամ, լավ քեֆ անեմ, հավլաբարի թեժ ու կրակ խազ քեֆերում կենաց ասեմ, գինի խմեմ ու տաղ ասեմ հին Թիֆլիսին, հետո սիրով, երկ ու տաղով, սայաթ նովի սիրո տաղով, տղերքի հետ հավլաբարի սեղան նստենք օրթաճարի կանաչ հրաշք բաղերի մեջ, ու երբ հարբենք, գինովանանք, ու որ պարտվի բուրբուր գինին, Թիֆլիսն ինքը գինի դառնա մեր թասերում, մեր շուրթերին, ու գինում այդ սիրուց արդեն գյոզալներով նոր Թիֆլիսի։ Ահա այսպիսին էր հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման հերթական միջոցառումը Թբիլիսիում։